Պապուաշվիլին արձագանքում է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այն հայտարարությանը, որ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը պետք է փոխարինվի։ Եվրամիության արտաքին քաղաքականությունը այսօր ոչ պրոֆեսիոնալիզմի խորհրդանիշ է եւ ավելի ու ավելի է հեռանում եվրոպական ժողովուրդների շահերից, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը պետք է հրաժարական տա։ Սա Ռոբերտ Ֆիցոյի հայտարարությունն է։ Նրա խոսքով Եվրամիությունը Սլովակիայի կենսական տարածքն է եւ իր երկիրը մնում է դաշինքի անբաժանելի մասը։ Ֆիցոյի խոսքով հաշվի առնելով գլոբալ լարված իրավիճակը, Սլովակիային անհրաժեշտ է ուժեղ եւ կայուն կառավարություն։ Ռազմական ներգրավվածության վերաբերյալ Ֆիցոն նշել է, որ իր ղեկավարությամբ Սլովակիան զորքեր չի ուղարկի Ուկրաինա, այլ փոխարենը իր երկիրը կշարունակի մարդասիրական օգնություն տրամադրել Ուկրաինային։ Ազգային շարժման նախագահը կփոխարինվի նոր մեկ ուրիշով, թե ոչ, ըստ շրջանառվող լուրերի, Թինա Բոկուչավային կարող է փոխարինել Լևան Սանիկիձեն։ Շարունակվում է հոկտեմբերի 4-ի գործով հետաքննությանը ներկայդրությամբ ընթանում է 14 մեղադրյալի դատավարություն։ Ուսումնասիրվում են մեղադրանքի կողմի գլխավոր ապացույցները, ապա տեսանյութերը։ Վլադիմիր Գվելեսյանին, Սերգո Մեգրելիշվիլին, Զուրաբ Ճավճավաձեն, Գյորգի Ռուրուան, Ամիրան Թուլիշվիլին, Անտոն Վարդանիձեն, Գյորգի Քորքյան, Ալեքսանդրա Չիլաչավան, Գենադի Կուպրեշվիլին, Լաշա Իվանաձեն, Լևան Ջիքյան, Սուլխան Դուխուշին, Խվիչա Գոգախյան եւ Ռամազ Մամուլաձեն մեղադրվում են խմբակային կերպով ռազմական եւ հատուկ նշանակության օբյեկտ զավթելու փորձի եւ խմբակային բռնությանը մասնակցելու մեջ։ Մեղադրանքը նախատեսում է մինչեւ 6 տարի ազատազրկում։ Իրանում հայտարարվել են սգո օրեր։ 544 զոհ եւ 1060 ձերբակալված։ Բողոքի ցույցերը շարունակվում են։ Մահացածների թվում ավելի քան 500 ակտիվիստ կա, գրում է ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների գործակալությունը։ Իրանի բնակչության մեծ մասը ավելի քան 64 ժամվա ընթացքում ինտերնետային հասանելիություն չի ունեցել։ Իրանը հայտարարել է երրորդյա ազգային սուգ հիշատակ բողոքի ցույցի ժամանակ զոհվածների։ Բացի այդ, այսօր Իրանում կանցկացվի կառավարության կողմնակիցների հակաբողոքի ցույց։ Սկզբում խանութպանները դուրս էին եկել Թեհրանի փողոցներ իրենց դժգոհությունը հայտնելու իրանական արժույթի արժեզրկման վերաբերյալ։ Ավելի ուշ նրանց միացել են նաև ուսանողները։ Իրանում ընթացող բողոքի ցույցերը լիովին կառավարելի են, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքով Իրանը չնայած պատրաստ է պատերազմի, բայց այնուամենայնիվ նախընտրում է երկխոսությունը։ Մինեսոտայում շարունակվում են բողոքի ցույցերը, որտեղ մի քանի օր առաջ ներգաղթի ծառայության աշխատակիցը կրակ էր բացել մեքենայում գտնվող կնոջ վրա։ Կինը մահացել էր։ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ ներքին անվտանգության նախարարությունը հարյուրավոր լրացուցիչ սպաներ կուղարկի Մինեսոտա։ Նեոմը Fox News-ի եթերում ասել է, որ սպաները կիրակի եւ երկուշաբթի օրերին կուղարկվեն Մինեսոտա նահանգում ներգաղթի, մաքսային եւ սահմանապահ ծառայության աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար։ Վրաստանի ողջ տարածքում մայրուղիները բաց են երթևեկության համար։ Որոշակի երթևեկության ռեժիմներ են սահմանվել միայն լեռնային շրջաններում։ Մասնավորապես սահմանափակվում է կցորդներով եւ կիսակցորդներով երթևեկությունը Ցխեթա Ստեփանցմինդա Լարս մայրուղու Գուդաուրի կոփի հատվածում, Ախալքալակ Կարծախի ճանապարհին, Ախալցիխենինոցմինդա ճանապարհին, Այազմանինոցմինդա հատվածում, Սաչխերե Ռաճա ճանապարհին, Ջվարի Ուշգուլի հատվածում։ Ձնահոսքի վտանգի առատձյան վատ տեսանելիության եւ ձնաբուքի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Փարավանի լեռնանցքում։ Լելո կուսակցությունը խոսում է սննդամթերքի գների բարձրացման պատճառների մասին։ Կուսակցությունը սրա համար մեղադրում է վրացական երազանքին, նրանց խոսքով, անկախ նրանից, թե քանի հանձնաժողով կստեղծվի, դա չի փոխվի, որովհետև առաջնային սպառման եւ ոչ պարենային ապրանքների ներմուծողները կապված են կոռուպցիայի սխեմաների հետ։